Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Այստեղ կգտնեք միայն ստուգված բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Խցանումների հարցի լուծումն ինչ կերպ են պատկերացնում կառավարությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա նիստին նշեց, որ բազմաթիվ ահազանգեր, պահանջներ, խնդրանքներ են ստանում կապված Երևանում խցանումների խնդիրը լուծելու հետ։ Աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այդ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց նաև հաշվի առնելով դարաշրջանը, ոնց որ թե մենք այդտեղ էլ արհեստական բանականությանը պետքա ավելի ու ավելի մեծ դերակատարում վերապահենք, բայց մյուս կողմից էլ պետքա հասկանանք ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա, չգիտեմ ոնց են թարգմանում, բեզռազմեր հայերեն ոնց է անչափ չի էլի, ինքը մեկա չափ ունի ցանկացած փողոց եւ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք եւ հասկանանք, որ այդ մեքենան գալիս է մտնում է այդ նույն փողոցը, բոլորը գալիս են մտնում են, ընդ որում հիմնական ժամերին հիմնական փողոցները պարզ են եւ բայց ամեն դեպքում ստեղ աշխատանք պետք է անենք հիմի հույս կա որ մի բան կարանք անենք այդտեղ համեցիկ Վարչապետ միանշանակ հույս կա եւ իրականում մենք շատ շուտով կոմիտեի նիստով եւ նաեւ կառավարության հաջորդ նիստով հուսանք կքննարկենք Երևանի թիմն օրենքը, որտեղ որ ունենք նոր կարգավորումներ, մասնավորապես օրինազանց վարորդների եւ ավտոմեքենաների կայանման սխալ վայրերում կազմակերպելու դեպքում, այսպես ասած, այդ քարշակ ծառայությունը արտապատվիրակելու հնարավորություն ենք ստեղծում եւ իրականում երկու կոմպոնենտ կա, 3 կոմպոնենտ կա մեր ընդհանուր խցանումների հետ կապված, առաջին կոմպոնենտը միանշանակ ավտոմեքենաների քանակն է։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12000 ավտոմեքենա է գրանցվում եւ բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում եւ նաեւ հարակից մարզերից էլ նույնպես ավտոմեքենաները այդ թիվը չեմ բարձրաձայնում, մոտ մի այդքան էլ հարակից մարզերում է տեղի ունենում։ Եկեղեցուց բանտ ապա հիվանդանոց տեղափոխված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը մնում է մտահոգիչ։ Ավագ դպրոցի աշակերտը մեղադրվում է խուլիգանության եւ վարչապետի նկատմամբ բռնության հոդվածներով, եղբայրը օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը կազմակերպելու համար։ Դատախազության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր պահանջում էին վերանայել կալանքի որոշումը։ Այսօր խաղաղ ակցիա են կազմակերպել ի աջակցություն դպրոցական Դավիթի, որ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, զրկված երկրթություն ստանալու իրավունքից եւ մենք սրտացավ քաղաքացիներով այստեղ են գտնվում, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացնենք մեր խնդրանք պահանջը։ Ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել համաչափ ինչ-որ պատժամիջոց բժշկական փաստաթղթերը ստացել ենք, նաև ուղարկել ենք օրինակները վերաքննիչ քրեական դատարան, քանի որ սպասվում է, որ դատարանը պետք է նաև այսօր կարծում եմ վարույթ ընդունելու մասին որոշում եւ որոշման հրապարակման օր պետք է նշանակի, մենք ակնկալում ենք, որ դատարանը գոնե թե բացառիկ հանգամանքները հաշվի առնելով շտապողականություն կդրսևորի։ Չպիտի այս երկրում վերաբերմունքը, քաղաքական հայացքները եւ նման բաները միանգամից կալանքի տարվի, դա նորմալ չի։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այսօր հայտարարել շեշտելով, որ բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չեն գալու։ Ուղիղ հարց հնչեց՝ ԵՄ թե ԵՏՄ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ առումով նորություն չունի ասելու եւ կրկնեց այն, ինչ ասել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Իմ ու Ռուսաստանի նախագահի միջև կուլիսային հանդիպում չի տեղի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել։ Եվ մենք ինչպես միշտ ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար եւ ես ինչպես ասել եմ, այցը շատ հաջող եմ գնահատում։ Մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին եւ մեր միջոցառումների մասին։ Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին, ինչ վերաբերվում է ընդհանուր բովանդակությանը, ես կարծում եմ, որ նախ այն ինչ որ ես ասել եմ,
նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումներ այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասի։ Առնվազն ինչ որ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք, այսինքն զրո նորություն։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ էլի հղում անելով նախկինում իմ արած հայտարարություններին, ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական, եւ մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ինչ վերաբերվում է իմ կարծիքին, իմ կարծիքը այն է, ինչ որ ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, ինչ որ ասել եմ այստեղ ձեզ բոլորիդ, քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Փոխադարձ հնչող նախազգուշացումներն ու սպառնալիքները գնալով ավելի ինտենսիվ են դառնում։ Ինչու է Մոսկվան սպառնում եւ ինչ այլընտրանք ունի Հայաստանը։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա ներկայիս դինամիկան թույլ տալիս է Հայաստանին արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանի հետ։ Նախ նշեմ, որ Հայաստանը արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին չի խոսել եւ երբևէ չի նախանշել, որ փոխելու է իր արտաքին քաղաքական կուրսը, այստեղ ավելի շատ խնդիրը արտաքին քաղաքականության բալանսավորման մասին է։ Հայաստանի վարչապետն էլ բազմիցս նշել է, որ Հայաստանը վարելու է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, այսինքն փորձելու է բոլոր ուժային կենտրոնների հետ հավասար հեռավորություն պահպանել եւ հավասար չափով ինչքանով որ դա թույլ է տալիս, ներկայիս աշխարհաքաղաքական վիճակը եւ Հայաստանի հիմնական այսպես ավանդական հարաբերությունները ինչքանով որ թույլ են տալիս հեռավորություն եւ հավասար մոտիկություն պահպանել ուժային կենտրոնների հետ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, այո, Ռուսաստանի հետ որոշակի լարվածություն է նկատվում հարաբերություններում եւ այդ լարվածությունը գնալով այսպես ավելի հանրային բնույթ է ստանում։ Մենք ականապես եղանք Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Մոսկվայում ուղիղ եթերում մենք տեսանք երկու կողմից էլ դիրքորոշումների այսպես հստակեցում, հնչեցին այնպիսի մտքեր, որոնք նախկինում ավելի շատ փակ դռների ետևում էին երևի թե հնչում եւ այսպես հանրային բնույթ չէին կրում, բայց կարծում եմ, որ Հայաստանը հստակ նշեց իր կարմիր գծերը, թե որ հարցերում ինչպես է տեսնում իր քաղաքականությունը, ու նաև կարևոր էր, որ ընդգծվեց, որ Հայաստանը չի պատրաստվում հարաբերությունները այլ երկրների հետ կառուցել Ռուսաստանի հետ հարաբերությունները վնասելով, քանի որ գիտեք Հայաստանը այս պահին շատ այսպես սերտ տնտեսական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ բավական կախված է տնտեսապես Ռուսաստանի հետ, թե էներգակիրների մասով, թե առևտրի մասով, թե ԵԱՏՄ-ում այդ ինտեգրման մասով ու կտրուկ շրջադարձեր այսպես իրեն չի կարող թույլ տալ, բայց նաև Հայաստանի խնդիրն է հնարավորինս թույլատրել այդ կախվածությունները Ռուսաստանից ու հենց դիվերսիֆիկացումը սա էլ ենթադրում է, այսինքն ոչ թե կտրուկ թողնել հեռանալ այս կառույցից, այլ հնարավորինս փորձել այլընտրանքներ գտնել։ Դա թե արտաքին շուկաների մասով է, թե էներգակիրների մասով է։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ ինտեգրմանը եւս մասով Ռուսաստանի հետ եւ ԵԱՏՄ-ում անդամակցության հեռանկարին, այստեղ քանի դեռ հնարավորություն է տալիս հնարավորություն կա համատեղելու եվրաինտեգրումը ԵԱՏՄ-ում անդամակցության հետ, Հայաստանը շարժվում է այս ճանապարհով։ Երբ որ կգա այն պահը, երբ որ Հայաստանը արդեն կատարած կլինի ՍԵՊԱ-ով նախատեսված բոլոր պարտավորությունները, երբ անհրաժեշտություն կառաջանա մտածել
Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին, այդ ժամանակ արդեն Հայաստանը պիտի ընտրություն կատարի, որովհետև իսկապես անհամատեղելի են Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի անդամակցությունը եւ երկու ազատ առևտրի գոտիներում միասին գտնվելը, ուստի այդ ժամանակ արդեն Հայաստանի ժողովուրդը որոշում կկայացնի, թե ինչպես վարվել։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եթե այդպես է, ապա ինչով եք բացատրում ամեն դեպքում երկու երկրների տարբեր պաշտոնյաների կոշտ հայտարարությունները։ Իսկապես Ռուսաստանից վերջին շրջանում բավական կոշտ հայտարարություններ ենք լսում Հայաստանի հասցեին։ Ես սա պայմանավորում եմ նրանով, որ Ռուսաստանը զգում է, որ որոշակիորեն թուլացել են իր դիրքերը Հայաստանում, խոսքը իհարկե քաղաքական դիրքերի մասին է, ոչ տնտեսական, եւ այսպիսով փորձում են Հայաստանին զգուշացնել են հնարավոր հետևանքների մասին, որոնք կարող են լինել, եթե Հայաստանը փորձի թուլացնել կախվածությունները։ Մենք լսել ենք Ալեքսեյ Օվերչուկի հարցազրույցը, որը անմիջապես հետևեց հենց Պուտին-Փաշինյան հանդիպմանը, մշտապես ականատես ենք լինում Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակի կոշտ հայտարարություններին։ Եվ Հայաստանից էլ որոշակիորեն համապատասխան պատասխաններ ենք լսում։ Ինչ վերաբերում է կառուցողական տրանսֆորմացիային, կարծում եմ, որ կառուցողականը հենց այն է, որ Հայաստանը փորձում է ցույց տալ իր կարմիր գծերը, այսինքն երբ որ հարաբերությունները դառնում են ավելի հավասար։ Ռուսաստանից այս ընթացքում տարբեր սպառնալիքներ են հնչել, սկսած գազի գնից մինչև օդային հաղորդակցության փակում եւ այլն։ Ձեր դիտարկմամբ Ռուսաստանը կգնա գործնական քայլերի, թե հայտարարություններով կսահմանափակվի։ Կարծում եմ այս պահին չկա որևէ նախադրյալ այդ գործնական քայլերին գնալու համար, իսկ այս հիշեցումները ավելի շատ ուղղված են նրան, որ Հայաստանը իր շահերը գնահատելիս անպայման հաշվի առնի այդ տնտեսական բաղադրիչը, մասնավորապես հիշում եք երևի Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահը հիշատակեց գազի գինը, թե Հայաստանը ինչ գնով է ձեռք բերում, համ ի տարբերություն Եվրամիության երկրների նույնը Օվերչուկի հիշեցումները, սրանք ավելի շատ ուղղված են նրան, որ Հայաստանը իր հաշվարկներում դիտարկի այս տնտեսական կախվածությունները եւ այս պահին որևէ կտրուկ գործողություններ կարծում եմ Ռուսաստանը եւս չի պատրաստվում անել։ Հայաստանի եվրոինտեգրման հնարավորությունն այս պահին որքանով է ռեալ, արդյոք եվրոպական ուղղությունն այս պահին իրական այլընտրանք է Հայաստանի համար։ Եվրամիությանը անդամակցելու համար Հայաստանը դեռևս շատ մեծ ճանապարհ ունի անցնելու։ Նախ պետք է կատարել ՍԵՊԱ-ի պայմանները բոլոր համապարփակ եւ ընդայնված գործընկերության համաձայնագրով սահմանված բոլոր չափանիշներին պետք է համապատասխանել Եվրամիության, այսինքն Կոպենհագենյան չափանիշներին։ Մյուս կողմից սա միայն Հայաստանի մոտեցումը չէ, այսինքն միայն Հայաստանի կամքով եւ բոլոր բարեփոխումների գործընթացը ավարտին հասցնելով չէ պայմանավորված Եվրամիության անդամակցության գործընթացը, այլև նաեւ Եվրամիությունից է սա կախված։ Դա կախված կլինի նաեւ, երբ որ Հայաստանը ավարտի այդ բարեփոխումների գործընթացը, նաև կախված կլինի նրանից, թե Եվրամիությունը տվյալ պահին ինչպիսի ընդլայնման քաղաքականություն կվարի, արդյոք պատրաստ կլինի շարունակել ընդլայնումը, թե ոչ։ Մենք գիտենք, որ բազմաթիվ երկրներ այս պահին Եվրամիության անդամակցության թեկնածու են եւ բավական երկար տարիներ սպասում են անդամակցությանը ու Եվրամիության ներսում էլ չկա միատեսակ կարծիք, որ երբ պետք է նրանք անդամակցեն, ինչպես պիտի լինի այդ անդամակցության հետագա ընդլայնման հետագա գործընթացը։ Այս պահին կարծում եմ Հայաստանի համար լավագույնը այդ բարեփոխումների գործընթացը ավարտին հասցնելն է եւ հնարավորինս ինտեգրվել է Եվրամիությանը ու անկախ նրանից Հայաստանը որ պահին կամ ինչպես կդառնա Եվրամիության անդամ, թե չի դառնա, Հայաստանը կարող է շատ սերտորեն ինտեգրվել եվրոպական ընտանիքին եւ եվրոպական տարբեր կառույցներին։ Օրինակ երկրներ կան, որ չեն հանդիսանում Շենգեն գոտու անդամ, չեն հանդիսանում Եվրամիության անդամ, բայց սերտորեն շատ սերտ համագործակցության մեջ են Եվրամիության հետ բոլոր չափանիշներին համապատասխանում են։ Այսպիսի ձևաչափ կարելի է դիտարկել սա մինչև անդամակցության հասնելը, հա, բայց իհարկե Եվրամիության անդամակցությունը պիտի լինի Հայաստանի երկարաժամկետ հեռանկարը եւ պետք է Հայաստանը շարժվի այս ուղղությամբ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։
Եվրամիությունում ողջունել են Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարը, սակայն չեն պատրաստվում թույլատնել զգոնությունը։ Բրյուսելը կոչ է անում Եվրամիության քաղաքացիներին առավել հաճախակի հեռավար աշխատել եւ կրճատել անձնական մեքենաներով երթևեկությունը, փոխարենն օգտվելով հասարակական տրանսպորտից։ Մանրամասները կներկայացնի Ոդտակի Բրյուսելի թղթակից Վալենտինա Վասիլևան։ Երեքշաբթի օրը Եվրոպան զգուշավոր հանգստությամբ շունչ քաշեց։ Եվրախորհրդի ղեկավար Անտոնի Կոշտան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը ողջունեցին հրադադարը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը մի քանի շաբաթ տևած էսկալացիայից հետո կարծես Միքայլով հետ քաշեց անդունդի եզրից, անհրաժեշտ հնարավորություն տալով նվազեցնելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռային հարձակումները, վերականգնելու նավարկությունը եւ դիվանագիտական բանակցությունների համար ստեղծելու նոր հարթակ, որը ուղղված կլինի երկարաժամկետ համաձայնագրի ձեռքբերմանը։ Հորմուզի նեղուցը պետք է կրկին բացվի նավարկության համար։ Ինչպես ինձ ասացին Եվրահանձնաժողովում, Եվրոպան այժմ բախվում է ոչ թե մատակարարումների, այլ գների ճգնաժամի հետ, որի հետևանքները կարող են պայմանավորված լինել Եվրամիության լուրջ էներգետիկ ճգնաժամով։ Եվրամիության էներգակիրների մատակարարները բաշխված են ամբողջ աշխարհում, այդ պատճառով մենք այդքան կախված չենք այս տարածաշրջանից նավթի եւ հեղուկացված գազի մատակարարումներից, սակայն նեղուցի փակումը մեծ ազդեցություն ունի համաշխարհային նավթի եւ գազի գների վրա, հատկապես նավթի։ Այս պահին մենք չենք խոսում ԵՄ-ում մատակարարումների ճգնաժամի մասին, սակայն շատ մտահոգված ենք վառելիքի գների աճով։ Ինչպես ինձ բացատրեցին Եվրահանձնաժողովում, այժմ նրանք աշխատում են այնպիսի գործիքների վրա, որոնք կներկայացվեն անդամ պետություններին, օգնելու իրենց արդյունաբերությանը, այդ թվում ժամանակավորապես նվազեցնելու էլեկտրոէներգիայի հարկերը եւ ցանցային վճարները։ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ըստ Economist-ի հրապարակած ամենամյա ժողովրդավարության ինդեքսի։ Հայաստանը 84-րդ տեղում է հիբրիդային ռեժիմի երկրների ցուցակում, Վրաստանն ու Թուրքիան ևս հիբրիդային ցանկում են, համապատասխանաբար 99-րդ եւ 102-րդ հորիզոնականներում։ Ադրբեջանն ու Իրանը ավտորիտար երկրների ցանկում են, զբաղեցնելով 127-րդ եւ 152-րդ տեղերը։ Ռուսաստանն ու Բելարուսը 148-րդ եւ 149-րդ տեղերում են ավտորիտար երկրների ռեժիմում։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։